Ես իմ ձեռքին կրում եմ իմ կյանքի ճանապարհային քարտեզը։ Ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ գրված է, թե որն է իմ առաքելությունը կյանքում, ինչպես կարող եմ հաջողել անձնական ու գործնական կյանքում եւ ինչ է սպասվում ինձ, եթե ես չեմ անցնում այդ ծրագրերը դրականորեն։ Ծրագրեր, որոնք հենց իմ ծննդյան պահից սկսել են գործել, ու ծրագրեր, որոնք կարող են լինել իմ հաջողության բանալին, եթե ես դրանք անցնում եմ կյանքում դրականորեն եւ համաձայն վերլուծության ցուցումների, եւ ծրագրեր, որոնք կարող են ինձ համար մի շարք խնդիրներ ստեղծել կյանքում եւ նույնիսկ ճակատագրական խնդիրների կարող են բախվել, եթե ես չեմ հետեւում այդ ցուցումներին իմ կյանքում։ Ես իմ օրինակով եմ ուզում ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը հետևում է իր կյանքի ծրագրային վերլուծությանը։ Եվ ուզում եմ ցույց տալ հենց իմ օրինակով, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը սկսում է շեղվել իր ծրագրերից եւ բնությունը անմիջապես նրան հետ բերելու համար կարողանում է մի շարք խնդիրների միջոցով եւ հատկապես առողջական խնդիրների միջոցով հետ վերադարձնել կյանք։ Մենք ունենք միջին ճգնաժամային տարիք, եւ ես էլ 35-ից 36-ում բախվեցի այդ ճգնաժամային տարիքի խնդիրներին։ Բախվեցի ինչու, որովհետև տվյալ ժամանակահատվածում չէի անցնում իմ ծրագրերը դրականորեն։ Չնայած այն հանգամանքին, որ ղեկավարում էի հեռուստաընկերությունը, որ ունեի աշխատակազմ եւ ունեի աշխատանք, որը ինձ համար շատ սիրելի էր։ Սակայն իմ ծրագրային վերլուծությանը համաձայն սա չէր իմ առաքելությունը կյանքում։ Իմ առաքելությունը կյանքում հաղորդակցման դասերով կիսվելն էր մարդկանց հետ։ Երբ ես կկրթեի մարդկանց եւ նրանց կտայի հնարավորություն կյանքում ինքնադրսևորվելու համար։ Ու երբ ես այս քայլը կատարեցի, դրանից հետո ինձ համար եկավ մեկ այլ հնարավորություն՝ թվային հոգեբանությունը, որտեղ ես սկսեցի ուսումնասիրել թվերը, դրանց նշանակությունը եւ դրանց ցուցումները իմ կյանքում։ Աստիճանաբար սկսեցի դրանք էլ կիրառել իմ կյանքում եւ կարողացա արդեն ոչ միայն հաղորդակցման դասերով կիսվել մարդկանց հետ, այլ թվային վերլուծության միջոցով օգնել մարդկանց, որպեսզի գտնեին իրենց իրական առաքելությունը կյանքում։ Եվ համաձայն իմ ծննդյան օրվա ես ոչ թե պետք է մեկուսանամ աշխարհից եւ միայնակ լինեմ, այլ անհրաժեշտ է մարդկանց մեջ լինեմ, օգնեմ նրանց, որպեսզի կարողանան ճիշտ ուղու վրա կանգնեն։ Եվ քանի որ իմ հոգու առաքելությունը հոգևոր ուսուցիչ լինելն է մարդկանց համար, ես առանց գիտակցելու, որ հենց դա էլ անում եմ, սկսեցի գործունեություն ծավալել, այսինքն որոշեցի քայլ կատարել։ Դրա համար էլ ասում եմ, որ գործողությունը ամենակարևորն է, որոշումը ամենակարևորն է։ Երբ մենք որոշում ենք հետևել մեր ծննդյան թվերին, մենք կարողանում ենք քայլ առ քայլ մոտենալ մեր առաքելությանը կյանքում։ Եվ մեկ այլ առանձնահատկություն ունեն մեր թվերը, որը դուք տեսնում եք այստեղ, մենք կենտրոնում ունենք ճակատագրական սխալ, որի վրա ոտք դնելու պարագայում բախվում ենք լուրջ խնդիրների եւ որից հետո կյանքը մեզ այլևս հնարավորություն չի տալիս։ Ուրեմն, որպեսզի չանենք ճակատագրական սխալի վրա քայլ, եկեք հիմա զբաղվենք մեր ծրագրերով։ Հասկանանք, որոնք են այն ծրագրերը, որոնք մեզ է հենց ցուցված։ Ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի բարեկարգենք մեր կյանքի բոլոր ոլորտները, սկսած անձնականից վերջացրած գործնականով։ Ճիշտ փոխհարաբերություններ կառուցենք մեր ծնողների, մեր հարազատների հետ, հավատարիմ լինենք ինքներս մեզ եւ կարողանանք մեր կյանքում առաջին տեղում դնել հենց մեզ, կարողանանք մեր առողջական խնդիրներին սթափ նայել եւ մեր կյանքի ծրագրերն անցնելու միջոցով դրանց քանակը քչացնել մեր կյանքում։ Եթե ցանկանում ես անցնելու քո ծննդյան օր ամիս տարեթվի վերլուծությունը, ապա այս տեսանյութի մեկնաբանության դաշտում ուղարկիր վերլուծություն բառը, ես կուղարկեմ յուրաքանչյուր ոլորտի վերլուծության մանրամասները։